Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վլադիմիր Սոլովյով, այս 2-3 օրվա ընթացքում ռուսական ռոպագանդայի առաջամարտիկը թերևս ամենակննարկվող թեմաներից մեկն է բոլոր սոցիալական ցանցերում, բայց այստեղ մի շատ հետաքրքիր նյուանս կա, նրբություն կա։ Ես 2 օր է այսօր էլ նաև հետևում եմ թե Telegram ալիքներին, թե մեր ինստիտուցիոնալ ընդդիմության ներկայացուցիչներին ոչ մի արձագանք։ Այն դեպքում, երբ ըստ էության Սոլովյովը ինչ էր ասում էր, որ Հայաստանի կորուստը Ռուսաստանի համար շատ ավելի ցավոտ է, քան Վենեսուելային է, եւ ճիշտ է առանց մասնավորեցնելու, ասում է, որ եթե Ուկրաինայում Ռուսաստանը գնաց հատուկ ուժային օպերացիայի, ապա ինչու նույնը չպիտի անի իր ազդեցության գոտիներում։ Այստեղ շատ կարևոր նյուանս կա, Հայաստանում չէ, ազդեցության գոտիներում, այսինքն խոսքը կարող է վերաբերի։ Ասեց Կենտրոնական Ասիայի մասին էլ ասեց, Հայաստանը առանձին ընդգծվեց, բայց չասեց Հայաստանը մեկ է գնանք։ Բայց այդ կոնտեքստում էր։ Այդ կոնտեքստում էր։ Հիմա Եվ նշանակում է, որ իրենք այստեղ ոտատեղ են զգում, որ կարող են այդպիսի արտահայտություններ իրենց թույլ տալ։ Այսինքն իրենք հույս ունեն դեռ, որ իրենց խամաճիկներին այստեղ կարող են բերեն իշխանության։ 21 թվին էլ ընտրություններից առաջ մենք տեսնում ենք իրենց այդ հույսերը եւ տեսնում ենք, որ այն ժամանակ իրենք օգտագործեցին որպես պրոքսի ուժ Հայաստանի դեմ Ադրբեջանին։ Այն ժամանակ իրար հետ շատ շաքարային հարաբերություններ ունեն։ Եվ Լավրովը գնաց Բաքու, հաջորդ օրը 12-ն էր արդեն մայիսի, ընդամենը 1 թե 2 օր հետո Հայաստանի կառավարության հրաժարականից հետո հրաժարվեց, որ նոր ընտրություններ անցկացնի արտահերթ, եւ իրենք հարձակում իրագործեցին Հայաստանի սահմանների վրա ադրբեջանցիները եւ այդ ոչ միայն դա արդեն սպառնալիք չէր, դա արդեն գործ արեցին այդ ուղղությամբ, քայլ արեցին, հա, գործնական քայլեր եւ դա նպատակն էր, դրա նպատակը, որ Հայաստանի ժողովրդին սարսափեցնեն, Ռուսաստանը բնականաբար սարսափեցնի, այդ ասի տեսնում եք, մի հատ ձեռս քաշեմ ձեր վրայից, տեսեք ինչ կանի ձեր հարևանը ձեր հետ։ Եվ հենց այդտեղ այդ էին զարգացնում, այդ խոսույթն են զարգացնում նաև 5-րդ շարասյունը, տեսեք, մենք չենք կարողանում մեր սահմանները պաշտպանել, որտեղ Ռուսաստանը մեզ չի պաշտպանում, որտեղ այս իշխանություններն են։ Այն հենց որ փոխենք Ռոբերտ Քոչյանը դառնա ինքը Պուտինի ընկերն է, ամեն ինչ լավ կլինի։ Այդ է նպատակը ամբողջ։ Եվ բարեբախտաբար հայ ժողովուրդը չտրվեց այդ սպառնալիքներին, չսարսափեցվեց, չնայած մի 20-25% հավաքեցին գումարային Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչյանը իրար հետ, բայց ամենայն դեպս այն ժամանակ դա իրենց մոտ չստացվեց Ռուսաստանի պլանները իդերև եղան։ Հիմա նույնը փորձում են իրականացնել, բայց արդեն փրփուրներից կախված վիճակ է իրենց մոտ, որտեղ այն ժամանակ Ռուսաստանը շատ ավելի հզոր վիճակում էր։ Հիմա շատ ավելի թուլացած բոլոր իմաստներով եւ տնտեսական եւ ռազմական եւ քաղաքական, աշխարհաքաղաքական տարածաշրջանում տեսնում ենք ինչ է տեղի ունենում Ռուսաստանի դաշնակիցներ եւ բարեկամները գնալով նվազում են իրենց քանակով եւ իրենց որակով ծավալներով ազդեցությամբ եւ նման պայմաններում դա ավելի շատ օդի մեջ սպառնալիք է, բայց իհարկե ել եմ ասում, քանի որ Հայաստանում իրենք ոտատեղ են զգում հենման կետ են զգում իդեմ 5-րդ շարասյան։ Այն ինչ որ Ադրբեջանում չունեն այլևս։ Չունեն, որտեվ Ալիևը մաքրել է եւ վերջին չիստկան արվեց հենց այդ Սոլովյովի արտահայտություններից հետո։ Սոլովյովը նաեւ SVO էր ասում Ադրբեջանում, հիշում եք, չէ՞։ Անցած տարեսկզբերին, որից հետո հայտնի այդ Մեհդիևի եւ նրա շրջապատի վնասազերծման գործողությունը եղավ։ Ադրբեջանի կողմից, Ալիևի կողմից, ընդ որում հենց Պուտինի ասում են նաև այսպես ինֆորմացիա կա, որ Պուտինի պասով եւ
տրամադրված տեղեկությունների հիման վրա Դուշանբեում դեռ, երբ որ ենք հանդիպեցին եւ Պուտինը մի անգամ էլ ներողություն խնդրեց այդ խոցված ինքնաթիռի համար եւ ըստ էության պատասխանատվություն նորից ստանձնեց, հենց այդ ժամանակ նաեւ ձեռի հետ այսպես հանձնեց Մեհդիևին, այնտեղ հրապարակային շատ այսպես մեղմ ձևակերպումներ գնաց, անուններ չհնչեցին եւ այլն, բայց հետո իմացանք, որ այդ ժամանակ է եղել, որ այդ ինֆորմացիան տվել, որտեղ անմիջապես դրանից հետո Ալիևը վերադառնում է եւ սրան բռնում է եւ շրջապատին վնասազերծում է։ Այսինքն Ալիևը շատ կոշտ է այդ առումով։ Իսկ մեր մոտ տեսեք ինչ է կատարվում։ Ասենք նույնիսկ Վարտանիգի պես կրիմինալների կրիմինալին բռնում են կոռուպցիայի վրա, կաշառքի վրա եւ որոշ իրենց իրավապաշտպան համարող մարդիկ Հայաստանում ասում են՝ «Օ, դա քաղաքական հետապնդում է, ինչպես համարձակվեցիք»։ Պատկերացնում եք, ասենք բռնել են կրիմինալի վրա։ Այն չեմ ասում են մնացածին, որ ասենք Սամվել Կարապետյանը, որ ակնհայտ ռուսական ազդեցության տարածողը պետք է լիներ այստեղ եւ չեզոքացրեցին դա իր հայտարարության նաեւ հիման վրա, որ մենք մեր ձևերով ենք անելու, որը որ քաղաքական չի լինելու, այսինքն ինքը ասաց, եթե քաղաքականը չի լինում, մենք մեր ձևով կանենք։ Եվ էլի նույն բանով ասում են, նա քաղաքական հետապնդում է։ Հələ Թոմիաս Սամվել Կարապետյանը համարձակվեր Ռուսաստանում, ասեր, եթե ռուսական քաղաքական վերնախավը չկարողանա քաղաքական ճանապարհով մեր ուզած ձևով ինչ որ հարց լուծի, մենք մեր ձևով այդ հարցը լուծենք։ Հələ մի հատ փորձվել մի ծպտուն հաներ այտենց։ Մենք գիտենք, չէ՞ ինչ կանեին։ Լևոն Հարապետյանը նույնիսկ այդպես բան չէր ասել, բայց տեսանք ինչ արեցին։ Ու ծպտուն չհանեցին այդ Սամվել Կարապետյանները այդ ժամանակ, երբ որ Լևոն Հարապետյանին բանտում սպանեցին ուղղակի Պուտինի հրահանգով։ Պարոն Խուրշիդյան, ուղղակի գիտեք, ինձ ինչ է հետաքրքրում, տեսեք, երբ լսում եմ ձեր համախոհներին, այնպեսի տպավորություն է, որ դուք Ռուսաստանին վերաբերում եք այսպես հիմարության կանխավարկածով, այսպես ասեմ, հա, որ այն ինչ որ անում է Ռուսաստանը, դա հիմարություն է, այն ձևը, որը որ խոսում է Սալովյովը, դա բնականաբար հիմարություն է, որովհետև Հայաստանը բնականաբար բարձրանալու է պատասխան ալիք եւ դա ուղղակիորեն ազդելու է Ռուսաստանի վարկանիշի վրա։ Ես բնականաբար Ռուսաստանի նման պետությանը չեմ կարող որպես հիմարների հավաքածուի վերաբերվել։ Դրա համար չէ, դրա համար ես ուզում եմ, ես փորձում եմ հասկանալ նաև հաշվի առնելով, ենթադրում եմ, որ դա ռադիո լսողներին եւ մեր ակնդիրներին էլ YouTube-յան ալիքով հետևողներին էլ հետաքրքրի, ինչու են անում այդպես։ Դուք որևէ քայլ Ռուսաստանից տեսել եք, որ թեկուզ մեր տարածաշրջանում հերո չգնաք, լավ Ուկրաինան չասենք, որ 3 օրում պետքա գրավեին, արդեն 3-րդ տարինաբան չեն կարող անում։ Մեր տարածաշրջանում մի քայլ արած լինեն, որ հետո ասեն, որ ինչ հետաքրքիր ճիշտ հաշվարկած քայլ էր, որը բերեց ինչ որ դրական իրենց համար դրական արդյունքի։ Մի հատ այնց քայլ կարող եք ասել։ Չկա։ Հեղափոխությունից սկսած Հայաստանի, որը իրենք աջակցեցին, որպեսզի Կարեն Կարապետյանին կարողանային բերեն, իրենք աջակցեցին, մենք գիտենք Սերժ Սարգսյանին հանելու գործում, իրենց բոլոր գործիքակազմը տրամադրեցին նաև օժանդակելու համար հեղափոխությանը։ Չեմ ասում իրենք են կազմակերպել հեղափոխության, իրենք օժանդակեցին են հույսով, որ կօգտագործեն այդ անդիմադիր ըմբոստ ալիքը եւ իրենց մարդուն կբերեն։ Ստացվեց, չստացվեց։ Արցախում ինչ էին որոշել, որ պետք է Արցախը հանձնեն Ադրբեջանին, Ադրբեջանի օգնությամբ էլ Հայաստանը իրենցով անեն։ Մեջ անեն։ Հայաստանը կեսը, Ադրբեջանին են կես-կեսն է իրենց։ Ստացվեց, չստացվեց։ Արդյունքում ինչ եղավ։ Արցախում իրենց զորքերը մտում տեղադրեցին, որ գոնե ինչ որ արդյունք ունենան այդ դավաճանությունից իրենց հայազգի եւ Հայաստանի եւ Արցախի հանդեպ։ Այն էլ 2 տարուց հետո Ուկրաինայում իրենց թուլացման հետևանքով Թուրքիայի հետ Էրդողանի հետ բազարի արդյունքում պայմանավորվեցին, որ Էրդողանը իրենց ինչ որ հարցերում աջակցում է, հատկապես իրենց հետ արկիր իր առևտուրի եւ սանկցիոն ապրանքների շրջանառությունը, որ տասնյակ միլիարդների հասավ կտրուկ աճեց Թուրքիայով, այդ առևտրաշրջանառությունը դա դիմաց հանձնեցին Արցախը։ Ասիկն իրենց զորքերը նույնիսկ հանեցին եւ այդտեղի հայ բնակչությանը, որ միշտ համարվել էր ամենապրոռուսական համայնքը կամ սուբեթնոսը, հա, ամբողջ հետխորհրդային տարածքի հանգիստ հանձնեցին առանց ոչ մի խղճի խայթի եւ առանց ոչ մի հաշվարկի, որ դա իրենց հենման կետներ, իրենց համար հերանեկարային ռազմավարական ինչ որ իրավիճակներ է ստեղծում, բայց այդ ամեն ինչը հանձնեցին։ Հետո Ադրբեջանը լավ, այդ ամեն ինչի արդյունքում գոնե Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է փայլուն լինեն, չէ՞, որտեվ Ադրբեջանին հանձնեցին Արցախը, Հայաստանին դավաճանեցին ի օգուտ Ադրբեջանի, ինչ ստացան Ադրբեջանը։ Հենց Ադրբեջանը մի քիչ տրփոշացավ, Թուրքիայի հետ ավելի սերտացրեց հարաբերությունները եւ ուղարկեց իրենց գրողի ծոցը Ալիևը։ Ասենք մի քայլ չկա, որ ասենք,
ճիշտ հաշվարկեցին, արեցին, ինչի, որովհետև այնտեղ այդ փորձագետները, որոնք որ այդ ճիշտ հաշվարկները պետք է անեն, իրենց տեղում չեն, որտեվ կոռուպցիոն համակարգը ամբողջը գործում եւ իրենց խնամի ծանոթ բարեկամ քծնողներով որ իրենց ավելի լավ է քծ։ Այսինքն այդ մեխանիզմներով են դարձել իրենք ազդեցիկ փորձագետներ կամ ազդեցիկ քաղաքական գործիչներ։ Բնական ընտրություն սելեկցիա չի արվել, այն ինչ որ ժողովրդավարական համակարգերում է լինում։ Ինչու՞ առավելությունը ժողովրդավարական համակարգի, որ մրցակցությունը կա, բնական սելեկցիա է միշտ լինում եւ ավելի գրագետները, ավելի ճկունները, ավելի ճիշտ հաշվարկողները ավելի ազդեցիկ են դառնում, իշխանություն են վերցնում նաեւ եւ այլն եւ այլն։ Ինչ որ իրենց մոտ տեղի չունենում, վաղուց արդեն տեղի չունենում։ Պուտինը ինչա մրցակցությամբ եկավ իշխանության, չէ, իրեն բերեցին որպես խամաճիկ Ելցինի շրջապատը, Յումաշև եւ այլն, գիտեք, Դյաչենկո եւ այլն, ասեցին, այսի ոնց որ լավ է։ Քշիր չունի, ազդեցություն չունի, լրիվ մեր խամաճիկը կլինի, Բերեզովսկին էլ ձեզ նվեր։ Այդ խումբով իրան բերեցին, սարքեցին։ Ճիշտ այնքը կհաջողացեց, քանի որ KGB-ի հետ սերտ կապեր ուներ, հաջողացեց այսպես չեզոքացնել եւ իրեն այնտեղ նշանակողներին չեզոքացրեց, ամրապնդեց իր սեփական իշխանությունը, բայց չի շնակում շատ, ինչ որ լուրջ ռազմավարական մտածողություն ուներ, դա բարդ բան չէր այնտեղ։ Իշխանություն ունեցողի համար Ռուսաստանում են նախագահական իշխանություն բարդ չի ցանկացած մեկին շարքից գծերից գցել։ Քանի որ հնդածս խոսեցիք նաև պատժամիջոցների մասին կամ դրա շրջանցման մեխանիզմների։ Տեսեք, հունվարի 5-ին, եթե չեմ սխալվում, Ադրբեջանի նախագահ այսպես արդեն ավանդական դարձած ձևաչափով ասուլիս էր հրավիրել եւ այնտեղ մի շատ հետաքրքիր բան ասեց ինքը, հետաքրքիր ճակերտների մեջ եմ ասում։ Հայաստանին մեղադրեց նրա համար, որ Հայաստանը օգնում է Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում։ Այն դեպքում, երբ ըստ էության այդ մեղադրանքները որպես կանոն ուղղված են Ադրբեջան, այսինքն ռուսական գազի վերավաճառքին վերաբերյալ, այդ ստվերային նավատորմի վերաբերյալ ռուսական նավթի եւ այլն։ Հիմա այս ինչ է անում Ալիևը այս իրավիճակում։ Ալիևի ռազմավարական նպատակն է Հայաստանի եւ Արևմուտքի հարաբերությունների այս դրական դինամիկան որևէ ձևով կարողանա ուրեմն վնաս տալ է դինամիկային։ Իր համար դա առանցքային նշանակություն ունի, որտեղ ինքը հասկանում է, որ եթե Հայաստանի եւ Արևմուտքի հարաբերությունները այնքան սերտանան, որ Հայաստանը արդեն դիտարկվի Արևմուտքի կողմից որպես բնական դաշնակից եւ Եվրոմիության տեխնացու անդամ, մի օր էլ նաեւ, երբ որ մենք դիմենք, ինքը լրիվ կաշկանդված կլինի իր գործողություններում, ոչ միայն Հայաստանի հանդեպ, այլ ինքը իր տարածքում, իր երկրում։ Ինչի, որտեղ եթե Հայաստան դառնում է ժողովրդավարական երկիր, Վրաստանը պարզ չի ինչ է դառնում, որտեղ ամեն դեպքում ինքը տեխնացու երկիր է, ինչքան է որ սառացված են բանակցությունները, բայց մի օր կարող է դա վերականգնվի, վերսկսվի, Ռուսաստանը մի քիչ ավելի թուլանա, Վրաստանի իշխանությունները կարող է փոխեն իրենց քաղաքականությունը։ Իրանում Աստված գիտի ինչ տեղի կունենա եւ ինքը հայտնվում է մեկուսացման մեջ եւ միակ իր խողովակը դիկտատորական այդ կապը լինելու է Ռուսաստանի հետ իր համար դա ձեռ չի տալիս իրեն ձեռա տալի որ Հայաստանը լինի ոչ ժողովրդավարական որ ինքը կարողանա Եվրոպայի հետ նույն հարթության վրա հարաբերվել ինչ որ Հայաստանը հարաբերվի Իսկ այդտեղ ինքը առավելություն ունի, որտեղ ինքը նավթ ունի, գազ ունի, Եվրոպայի համար եթե երկու ավտոկրատիա լինի, բարձա նախընտրելի է ավելի հարուստ ավտոկրատիան, քան թե ավելի աղքատ։ Մեր առավելությունը այսօր ժողովրդավարությունն է, եւ արևմուտքի հետ հենց այդ հիմքով ժողովրդավարության հիմքով հարաբերությունների սերտացումը, որը ինքը փորձելու է խոչընդոտել այդպիսի փաստարկներ բերելով, որ այ դուք ասում եք, որ Հայաստանը ժողովրդավար է, բայց տեսեք ոնց է Ռուսաստանին օգնում սանկցիաները ուրեմն շրջանցել եւ այլն։ Չեմ կարծում դա լուրջ ազդեցություն թողնելու է իհարկե Եվրոպայում այտենց իր արտահայտություններով կամ հայտարարություններով չեն առաջնորդվում, բայց իր հայտարարությունները ուղենիշ են այն մի ամբողջ պլեյադայի համար փորձագետների եւ ուրեմն քաղաքական հասարակական գործիչների, որոնց ինքը վաղուց կերակրում է, այդ թվում Եվրոպայում, Ուկրաինայում, Ռուսաստանում շատ տեղերում, հա, որպես խոսույթ։ Ինքը այտենց հրահանգը ոնց որ իջացնում է Եվ այնտեղ արդեն սկսում են դրա հիման վրա հեսա այդ ալիքը գնալու է եւ կտեսնեք շատ տեղերում ասել հա տեսեք Հայաստանը շրջանցում է օգնում է Ռուսաստանին եւ այլն որ ստվեր նետվի Հայաստանի ժողովրդավարական ուրեմն կեցվածքի վրա եւ նաեւ դա օգնելու է ընտրություններից առաջ որ այս 5-րդ շարաշուն ավելի մեծ հնարավորություններ ստանա Կաշկանդվածություններից երբ խոսում ենք տեսեք այսպիսի տեսակետ կա որ Ալիևը անձամբ որոշակի կաշկանդվածություն ունի եւ օգոստոսի 8-ի երակոմ հայտարարությունը, այսպես ասեմ, իր մանկության կապույտ երազանքը չի եղել։ Եվ երբ այն ինչ որ տեղի ունեցավ Վենեսուելայում, խոսքը վերաբերում է նախագահ Մադուրոյին, ըստ էության առևանգելուն եւ Միացյալ Նահանգներ տեղափոխելուն, հետագայում նաեւ դատական պատասխանատվության ենթարկելուն,
այսպիսի մի տեսակետ ծնվեց, որ Իլհամ Ալիևին ըստ էության ականջին շշնջացել էին, որ այ դա կարող է տեղի ունենալ քո հետ, եթե դու հիմա հաշվի չառնես Միացյալ Նահանգների համար կենսական կարևորություն ունեցող քաղաքական գործընթացների հետ։ Դուք եք այդ տեսակետի։ Չգիտեմ ինչ են շշնջացել Ալիևի ականջին, բայց համենայն դեպս համաձայն եմ, որ Ալիևը շատ մտահոգ է, որ հանգարց Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի դեմ քայլ չանի։ Մի բան է Բայդենի օրոք այդ քայլերը աներ եւ գիտեք, տեսեք, երբ որ Տրամպը ընտրվեց, մենք հիացած չէինք, մենք ուզում էինք, որ ժողովրդավարները, ես կոնե ասենք, ուզում էի, որ ժողովրդավարները հաղթեն Միացյալ Նահանգներում, այլ ոչ թե Տրամպը, որ անկանխատեսելի, այսպես վարկագից էր։ Նաև նախորդ նախագահության դառը փորձում։ Այո, 2020 թվականի, երբ որ ինքը աջակցեց, լռությամբ իր աջակցեց ըստ էության այդ արկածախնդրությանը, որ Ադրբեջանը Արցախի հանդեպ իրականացրեց։ Բայց մենք տեսնում ենք հիմա, որ իր անկանխատեսելի լինելը եւ իր Հայաստանի օգտին ըստ էության քայլեր անել, իսկ դա բխում է ոչ թե Հայաստանի սիրուն աշկերի համար չի անում, հասկանալի է, դա արվում է իր շահերը ուղղակի ամրապնդելու, դա ավանդական շահերն են Միացյալ Նահանգների տարածաշրջանում, որ լոգիստիկ շղթաների մեջ է արձանագրվում, որը Բայդենի օրոք արդեն մենք հիշում ենք Օբրայանը ոնց եկավ տարածաշրջան, ասում էր բացեք այդ ճանապարհները եւ այլն, եւ Ալիևն էր դեմ, որտեղ ինքը ասում էր, պետք է Հայաստանի Օբրայանը ասում էր Հայաստանի ինքնիշխանության ներքո բացվեց ճանապարհը, Ալիևը ասում էր, չէ, պետք է միջանց կլինի։ Հիմա Տրամպը երբ որ եկավ, ինչքան էլ ինքը Ռուսաստանի հետ սիլիբիները եւ այլ այդ ամեն ինչ հասկանալի, բայց մեկը Չինաստանի խնդիրը մնում է։ Եվ ինքը երբ որ սկսում է չեզոքացնել տարբեր տեղերում Չինաստանի ըստ էության դաշնակիցների, նույն Մադուրոին են դեղ, այստեղ Իրանի վերնախավի դեմ է իր աջակցությունը, իրանական ապստամբությանը, Իրանի ժողովրդի եւ այլն, դա նախ եւ առաջ Չինաստանի դեմ է բնականաբար, որտեղ իր գերխնդիրն է Չինաստանը, որը աճում է, հզորանում է եւ մարտահրավեր է նետում առայժմ տնտեսական համաշխարհային մասշտաբով Միացյալ Նահանգներին եւ Միացյալ Նահանգները ամեն ինչ անում են չեզոքացնելու չինական ազդեցություն ցանկացած տարածաշրջանում, հա։ Եվ այստեղ մեր շահերը համընկան, որտեղ Չինաստանն ավանդաբար ավտոկրատներն են դաշնակցում, Միացյալ Նահանգներին ավանդաբար ժողովրդավարները, անկախ նրանից, որ հիմա ինքը ժողովրդավարներին էլ է հարվածում Դանիային, ասենք Գրենլանդիան հավաքում կամ Կանադային, Մեքսիկային, տարօրինակ ինչ-որ քայլեր անում, բայց ամենայն դեպս մեր տարածաշրջանում ինքը Հայաստանին աջակցում է որպես իր շահերի համընկած մի պետություն։ Եվ այդ առումով շատ լավ կլինի, որ հաջողի միջև վերջ ինքը մեր տարածաշրջանում իր պլաններում, այսինքն Հայաստանի պլաններն է կհաջողի, ասենք տրիպը իրականանա մեր ուզած տարբերակով, այսինքն Հայաստանի ինքնիշխանության ներքո, եւ Ադրբեջանը ոչինչ չի կարող դրա դեմ անել, առավել եւս որևէ արկածախնդրության Հայաստանի դեմ չի դիմի։ Որևէ բան չի կարող անել, թե դեռ չի կարող անել։ Դեռ միշտ պետք է այդ վերապահումը, որովհետեւ Աստված գիտի ինչ կլինի։ Օրինակ Միացյալ Նահանգներում ինչ փոփոխություններ կարող լինեն, տարածաշրջանում ինչ փոփոխություններ կարող լինեն, նույն Իրանի իրավիճակը շատ անկանխատեսելի է։ Լավագույն սցենարը Հայաստանի համար կլինի իհարկե, եթե հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով Իրանի եւ Իրանի միասնության պահպանմամբ, պլյուս իհարկե եթե ժողովրդավարական բարեփոխումներ լինեն եւ Իրանը դառնա արևմուտքի նաեւ դաշնակից։ Դա Հայաստանի համար փայլուն տարբերակ, որտեղ մենք էլ ենք դաշնակից արևմուտքի։ Իրանն էլ եթե դառնա այդ հակասությունը եւ ընտրելու այս մեկի կամ այն մեկի միջև ընտրելու եւ կիսվելու այդ վտանգը Հայաստանի համար չի լինի։ Հրաշալի մի հատ միջավայր կստեղծվի, Հայաստանն էլ արդեն կդառնա այն կամուրջը, գլխավոր կամուրջը, որ կապելու է Եվրոմիությունը Իրանի հետ, որտեղ այդ կամուրջը իրենք չեն ուզում, որ Թուրքիան լինի, չեն ուզում Ադրբեջանը լինի, այն մնացած երկրները Իրաքը պարզած չի կարա լինի, այդտեղ Պակիստան, Աֆղանստան լրիվ ուղղությունը այն էլ առավել եւս էլի չեն ուզենա լինի Թուրքմենիան ավտոկրատիա։ Մի խոսքով Հայաստանը մնում է միակ խողովակը, որտեղ իրենք կարող են գրասենյակներ բացել Իրանի հետ շփվելու համար, ընդ որում խոսքը հարյուրավոր գրասենյակների մասն ընկերություններ, տարբեր տնտեսական, բիզնես շահեր, քաղաքական շահեր, այդ ամեն ինչը լինելու Հայաստանի միջոցով։ Եվ դա փայլուն հեռանկար է նաև Իրանի համար, որտեղ այդ ներդրումներն է հոսելու Իրան հսկայական ռեսուրսների տիրապետող երկիր է, որը տեխնոլոգիաների բացակայության պատճառով, այսինքն սանկցիաների պատճառով տեխնոլոգիա չի կարող ներմուծել, չի կարող օգտագործել այդ հսկայական ռեսուրսները։ Եվ ինքը դարձել արդեն գազ ներկրող երկիր գազի վրա նստած։ Ու այս պայմաններում իհարկե, եթե խաղաղ ճանապարհով հանգուցալուծվի եւ հանգարց միասնությանը որևէ վնաս չլինի, իսկ 90%-ով այդպես էլ լինելու է, եթե նույնիսկ այնտեղ ռեժիմ փոխվի,
Ինչքան էլ որ մենք մտահոգ ենք, որ կարող է հանգարց այնտեղ կռվեր առանցին պետություն ստեղծեն ադրբեջանցիների առանցին, չէ, այդքան սեպարատիստական տենց ուժեղ բան չկա այնտեղ։ Մենք անցած տարի երբ որ Իրանի հրավերով ես Ստեփան Սաֆարյանը այցելեցինք, այնտեղ բավական հետաքրքիր հանդիպումներ ունեցանք, այդ թվում ազերիների այնտեղի բարձրաստիճան հասկացանք, որ իրենք լրիվ իրենց երկիրն են համարում Իրանը եւ Իրանին ուզում են Իրանը իրենց երկիրն է, որովհետեւ իրենք ընդամենը պայմանական ասած թյուրքախոս են։ Այո, այսինքն այդ ինքնությունն էլ չկա ադրբեջանցիների ինչ որ sense առանձին թեքիաթները լավ, այդ թեքիաթներից անցնենք, որտեղ ինքը իրոք առանձին ու շատ բավական երկար ծավալուն թեմա է, բայց հիմա տեսեք, մենք խոսեցինք Իրանի իրադարձությունների մասին, մենք խոսեցինք Վենեսուելայում տեղի ունեցածի մասին, մենք դեռ չենք խոսել, երևի պետք էլ չի, այն մասին, որ Թրամփը արդեն սկսել է ուղիղ սպառնալ Կուբային։ Այսինքն մենք ձեզ որպես գործոն ըստ էության հանելու ենք առենքից, որովհետեւ դուք էլ վենեսուելական նավ չեք ստանալու, փող չեք ստանալու, հիմա եկեք պայմանավորվեք, թե չէ հետո արդեն շատ ուշ է լինելու։ Այս շղթան, ես չգիտեմ Իրանը որքանով կապ ունի Միացյալ Նահանգների քաղաքականության հետ ինչ որ տեղի ունենում Իրանում, բայց այն մնացածի դեպքում կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգները հիմա փորձում է հեգեմոն դառնալ ամբողջ աշխարհում։ Միացյալ Նահանգները այս վերջի իրենց ռազմավարությունը երբ որ հրապարակվեց, ըստ էության Մոնրոյի դոկտրինին վերադարձի մասին է խոսում, այսինքն արևմտյան կիսագնդի, այսինքն հարավային եւ հյուսիսային ամերիկաների վրա իր հեգեմոնիան տարածելու, բայց ոչ ամբողջ աշխարհում, որտեղ Թրամփը ի սկզբանե հայտնի եղել որպես այսպես մեկուսապաշտ, հա, իզոլացիոնիստ մեկուսապաշտ, այսինքն որ մենք գործ ունենք աշխարհի միջա տեղի ունենում, մենք մենակ մեր Ամերիկայի հետ ենք, բայց Չինաստանի հարցում երևում է, որ ինքը մեկուսապաշտ չի, որտեղ հնարավոր չի մեկուսապաշտ լինել մի երկրի հարցում, որը կարող է ինքը գա մտնի, դու արդեն ոչինչ չկարողանաս անես, եթե գլխանց չչեզոքացնես հենց իր դաշտում, այսինքն աշխարհի տարբեր տեղերում։ Դրա համար Թրամփը շատ լուրջ ջանքեր է գործադրում եւ Ռուսաստանի հետ իր այդ սիրախաղերը էլի կապված են նրա հետ, որ ինքը ուզում է պոկի Ռուսաստանին Չինաստանից որպես պոտենցիալ դաշնակից, որպես ռեսուրսային բազա նաև, եւ այս դեպքում Չինաստանն ավելի հեշտ հաղթարի, այսինքն եւ ինքը պատրաստ է դա անել նույնիսկ օրինակ ուկրաինական տարածքների գնով, եթե կարողանար, որտեղ Եվրոպան դիմադրում է parze, ամերիկյան establishment-ն է դիմադրում, դրա համար չի կարողանում, թե չէ եթե կարողանար, ինքը կզիջի հա ինչա Դոնբասա բանա, բայց Չինաստան ենք հաղթում մենք արդյունքում Ռուսաստանին այս կողմ բերելով։ Հիմա այդ քայլերն է, որ ինքը կամաց-կամաց Չինաստանի դաշնակիցներին չեզոքացնելով գնում է։ Եվ այո, արդյունքում ինքը կարող է իր հեգեմոնիան ավելի մեծ չափով տարածել տարբեր տեղերում, բայց հատկապես արևմտյան կիսագնդում էլ եմ ասում, որտեղ ինքը այդ ռեսուրսը պատրաստ չի տրամադրել, որտեղ հեգեմոնիան շատ թանկ հաճույք է։ Ասենք նույնիսկ Վենեսուելան, տեսեք, իրենք պինցետով օպերացիա արեցին, որ ասում եմ, այտենց մեծ ոչ ռազմական գործողություններ բան չարեցին, որը չգիտես էլ ինչով կավարտվեր, բայց գուցե ավելի կապիտալ, չէ, Վենեսուելան կարողանային իրենցով անել, բայց իրենք հիմա դիվանագիտական ճանապարհով են գնում։ Այդ հարցը լուծեցին Մադուրոյի, հիմա Ռոդրիգեսի հետ կամաց-կամաց փոխարինողին, որ հիմա Մադուրոյի փոխարինն է, արդեն դիվանագիտական ճանապարհով հասկացնելով, որ էլի ճնշում գործադրելով, էլի սպառնալով, բայց կամաց-կամաց բերում են իրենց դաշտ, եւ դա նույնիսկ տարօրինակ է այն մարդկանց համար, ովքեր որ հույս ունեն, որ ժողովրդավարական բարեփոխումներ կլինեն Վենեսուելայում, բայց Թրամփին քիչ է հետաքրքրում ժողովրդավարություն բանի համար աշխարհակահաղականությունն է, եթե այս մարդիկ ինչքան էլ իրենք նույն այդ ավտոկրատիայի շարունակությունն են, իր հետ աշխատեն, իր հետ համագործակցեն Չինաստանի դեմ, ինքը հաճույքով իրենց կընդունի եւ չի շարունակի այդ փոփոխությունները։ 2 միլիարդ դոլարի նավթկտակին նավթի համաշխարհային գները կիչեցնենք, Ռուսաստանը նույնիսկ եթե ստվերային շրջանառություն ունի նավթի նավթամթերքների էլ ավելի կտուժի, հա, այդ տրամաբանությունն է աշխատում։ Ինքը անում է դա, ու տեսնում ենք, որ ստացվում է։ Եվ նույն Կուբայի վրա շատ ճիշտ նշեցիք, այսինքն Վենեսուելան Կուբայի հենակետերից մեկն էր։ Հիմա եթե Վենեսուելան մնալով ավտոկրատիա, բայց դառնա Ամերիկայի հետ համագործակցող ավտոկրատիա, այդ թվում ընդդեմ Կուբայի, ընդդեմ Ռուսաստանի, ընդդեմ Չինաստանի, ամերիկյան բանով ասած, բառապաշարով welcome կանեն։ Նիկարագուայի օրինակը ունենք, չէ՞, արդեն վաղուց։ Հիմա տեսեք, նաև մտավախություն կա, քանի որ Ռուսաստանից շատ խոսեցինք, բայց այսպես հապանցիկ էլի, մտավախություն կա, որ Ռուսաստանը ինքը քանի որ սկսել է իզոլացվել, այսինքն Միացյալ Նահանգները հերթով խաղեցանում են Ռուսաստանի դաշնակիցներին, ըստ էության։ Որոնք որ համընկնում են Չինաստանի դաշնակիցների հետ, այդ առումով ավելի շատ Չինաստանի դաշնակիցներ։ Մտավախություն կա, որ նման դեպքերում Ռուսաստանը կարող է իրոք դառնալ վտանգավոր, որովհետև
հայտնի Վիրավոր կենդանիներից արջի պես, հա։ վիրավոր արջի պես կարելի այլ նաև անալոգիաներ անել կենդանական աշխարհի հետ, որտեղ իրենք վտանգավոր են դառնում, երբ արդեն հայտնվում են անկյունում։ Հիմա ընդ որում ստացվել է այնպես, որ հիմնական թիրախներից մեկը կարող են դառնալ մեկ հաշվի առնելով քաղաքական այն գործընթացները, որոնք սկսվել են արդեն Հայաստանում, որոնք 5-6 ամիս հետո երևի կհանգուցալուծվեն, այսպես ասեմ։ Իրոք այդ վտանգը կա Ռուսաստանից, ռեալ վտանգ։ Ռուսաստանը միանշանակ ջանքեր գործադրելու է Հայաստանում իրավիճակը փոխելու եւ Հայաստանը իր գաղութացման հերթական զոհը դարձնելու համար։ Ու միջոցով Իրենք 5-րդ Շարասյան եւ հսկայական ֆինանսական ռեսուրսների, որը պատրաստվում են հանձնարարել իրենց 5-րդ Շարասյանը, որ ծախսեն, որտեղ իրենք ոչ միտեղ այլևս գումար չեն ծախսում, չունեն էլ հիմա այն վիճակում են, որ վիրավոր գազան է ճիշտ է, բայց ուժասպառ եւ արունակամ գազան է, այսինքն ինքը ուզի էլ հիմա մեծ ինչ որ շարժեր չի կարող անել Ուկրաինայում սկի արդեն չի անում էլ որ մնաց աշխարհով մեկ Հայաստանում ինչ որ նոր արկածախնդրություն ռազմական կամ ինչ որ տեսանելի քաղաքական սկսի, բայց ֆինանսական ազդեցության միջոցով, որը հանձնարարելու է հենց իր օլիգարխներին, նույն Սամվել Կարապետյանին եւ այստեղի իր վերահսկողության տակ եղած օլիգարխ, Գագիկ Ծառուկյանն է շարժեր սկսել քաղաքական մարզերում այցելություններ են անում Մելքոնյան, ոնց էր անում այդ չեմ հիշում մի խոսքով իր նախկին падգամավորների Մելքումյան, հա։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ հանձնարարությունը եթե եղավ, մեծ ֆինանսներ կդրվեն Հայաստանի քաղաքական դաշտում, առնվազն, եթե նույնիսկ հույս չունեն, որ կհաջողեն իշխանապողություն եւ ստե պրոռուսական ուժերին բերեն իշխանության, գոնե այնքան մեծ ազդեցություն ունենան պարլամենտում, այնքան մեծ ֆրակցիա ունենան, որ ելի սաբոտաժի ենթարկեն Հայաստանի ինքնիշխանության, անկախության հզորացման գործընթացները։ Այդմ եվրոինտեգրման գործընթացները։ Ես ուղղակի տեսեք, ես վերջերս հետևում եմ ընդդիմության գործունեությանը ամենայն հարգանքով իհարկե, բայց ես այնտեղ նորություններ չեմ տեսնում որևէ։ Երևի թերևս միակ նորությունը Հայ ազգային կոնգրեսի հայտարարություններ, որ մասնակցել են խորհրդարանական ընտրություններին, որ Լևոն Զուրաբյանը իրենց վարչապետի տեխնացուն է, բայց եթե անկեղծ ասեմ Լևոն Զուրաբյանի եւ ասենք Արմեն Աշոտյանի խոսույթը ես առանձնապես հիմա չեմ կարողանում տարբերել իրարից, այն իմաստով, որովհետեւ գրեթե նույն բաներն են ասում, նույն երևույթների մասին, նույն գնահատականներն են տալիս մոտավորապես։ Հեսա չեմ զարմանա, որ շուտով նաեւ Դաշնակցության հետ համընկնի իրենց երկուսի խոսույթները ամբողջությամբ, sense համընկնի եւ Սևրի պայմանագիր պնդի Լևոն Զուրաբյանը չեմ զարմանա։ Պնդումներ կան, որ արդեն համապատասխանություններ կան արդեն։ Մենք իհարկե եւ Դաշնակցության եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ այստեղ կզրուցենք այդ թեմաներով, բայց ելի եմ ասում, որպես այդպեսին այն կապիտալը, ներքին կապիտալը, այդ որ դուք ասում եք 5-րդ շարասյուն, իրեն ակտիվացնելու տարբերակներ ես ինքս չեմ կարողանում տեսնել, համենայն դեպս Տեսեք, իրենք սկսել են ինչը նույն այդ այսպես կոչված իրենց ձևովը կամ ձևերովը այդ շարժումը սկսել են արդեն բարեգործություններ ամանորյա տեսեք ինչեր էին բաժանում երեխեքի համար, ծնողների համար, չգիտեմ, ես իմուշը կոնֆետներ, խաղալիքներ, նվերներ, ինչ կապ ունես դու քաղաքականության հետ, եթե դու պատկերացնում ես, որ այտենց կոնֆետներով կարողանալու ես ինչ որ մարդկանց քեզանով անես։ Կապ չունես դու քաղաքականության հետ։ Դու ուղղակի հին են մեթոդները, որ ժամանակին միշտ օգտագործել ես, Սերժ Սարգսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի օրոք, նույն նկատի ունեմ այդ ուժերը, որոնք հիմա էլ հարվել են Սամվել Կարապետյանին, որ ես քաղաքականության մեջ չի եղել։ Այսօր դու քաղաքական գործի հիշատակեցիք, որ ժամանակին տուկիթ էր բաժանում գյուղացիների։ Հա, հիմա այդ նույն մեթոդներով նույն մարդիկ պետք է սկսեն էլի ընկնեն եւ դա հիմք է լինելու նաեւ կանխելու կամ արկախելու իրենց մասնակցությունը ընտրություններին, որովհետեւ դա օրենքի խախտում է։ Եթե դա ապացուցվի նաեւ, որ ազդում է ուրեմն նախընտրական գործընթացների վրա, բայց նախընտրական գործընթացները դեռ չեն սկսվել։ Դե հիմա իրենք դա են չարաշահում, որ նույնիսկ չեն գրանցվել որպես կուսակցություն, ասում դե մենք հասարակական կազմակերպություն ենք, որ մեր ձևով նկատի ունեմ, հա։ Բայց ինչ որ մի պահ պետք է անեն, որտեվ այդպիսի բաներով ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ, բայց ընտրություններից առաջ ձեռը սովորա, չէ՞, եթե այտենց են սկսում, մենք արդեն կարող ենք պատկերացնել ոնց են շարունակելու։ Դե թող անեն, այն ժամանակ կտեսնենք ինչ կլինի իրենց հետ։ Սպասենք կտեսնենք։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։